Շահենի Զախարովային, ծնված 96 թվականին։ Ես 10 տարի ապրել եմ Ուկրաինայում։ Նա իմ աղջիկն է առաջին ամուսնությունից։ Որոշակի ընտանեկան հանգամանքներից ելնելով ես ստիպված էի բաժանվել կնոջիցս։ Ես վերադարձա այստեղ իմ պատմական հայրենիք։ Ես ապրում եմ այստեղ արդեն 11 տարի։ Ես նրա հետ շփվել եմ համացանցում, խոսել եմ հեռախոսով։ Վերջերս 2 տարի առաջ ես կորցրեցի նրա հետ կապը։ Որևիցե կապ չկա, հեռախոսահամարը գոյություն չունի։ Ինչ եք կարծում, կճանաչեք նրան, երբ տեսնեք։ Կարծում եմ կճանաչեմ։ Եթե չճանաչեմ, սիրտս կհուշի։ Այդ դեպքում ձեզ ուզում եմ ցույց տալ մի լուսանկար։ Դիտեք։ Ես ուրախացա, բայց միևնույն ժամանակ չհավատացի եւ մինչեւ հիմա էլ չեմ հավատում, որ հայրս ինձ փնտրում է։ Երբ ես դեռ չգիտեի, որ հայրս ինձ փնտրում է, ես միշտ մտածում էի նրա մասին, որտեղ է, ինչպես է ապրում։ Ես միշտ հավատացել եմ, որ նա ինձ կգտնի եւ այդպես էլ եղավ։ Հայրիկ, ես քեզ շատ եմ սիրում։ Ես սպասում եմ, որ դու ինձ կգտնես։ Ես գտնվել եմ, արի, ես քեզ սպասում էի ու շատ կարոտել եմ։ Ուզում եմ քեզ տեսնել եւ գրկել։ Վերջ, այլևս չեմ կարողանում խոսել։ Մնաց մի քանի կիլոմետր։ Ես շատ եմ հուզվում։ Երբ աղջիկս ասաց, հայրիկ, ես քեզ շատ եմ սիրում ու սպասում եմ, արի հնարավորինս շուտ, դա ինձ համար կարելի է ասել, ինչպես գլխիս եռացրած ջուր լցվեր։ Այդպիսի բան տեսնել ու լսել, դա ինձ համար շատ անսպասելի էր։ Ես դրանից հետո որոշեցի, որ պարտավոր եմ այնտեղ լինել, որ կմեկնեմ։ Ահա ես այստեղ եմ, ես գնում եմ նրա մոտ։ Չեմ կարողացել քնել, անընդհատ մտածել եմ, այնքան երկար եմ սպասել։ Շատ եմ հուզվում, չգիտեմ։ Ես նույնիսկ չեմ պատկերացնում այդ հանդիպումը։ Արդեն նյարդայնանում եմ, շատ կարոտել եմ նրան, ուզում եմ գրկել։ Ես մտածում եմ, որ մեր հանդիպումից հետո ես կներդնեմ իմ բոլոր ուժերը, կանեմ այն ամենը, ինչ հնարավոր է։ Ես նրան երբեք չեմ կորցնի։ Ես կօգնեմ այն ամենով, ինչով կարող եմ։ Կօգնեմ ամեն ինչում։ Հայրիկ ինձ հարցնում է, թե արդյոք որևիցե մեկը չի նեղացնում ինձ։ Ես ասում եմ, ոչ, ամեն ինչ լավ է։ Նա ասաց, որ անպայման կգա, որ ես սպասեմ նրան։ Վերցրել է հեռախոսահամարս եւ հաճախ է ինձ զանգահարում։ Օրվա ընթացքում գոնե 2 անգամ անպայման զանգահարում է, առավոտյան եւ երեկոյան։ Պարզվեց նա կին ունի, Լենան, շատ գեղեցիկ է։ Երեխաներ չունեն, ես միակն եմ։ Класс. Ես վերջապես հանդիպեցի աղջկաս։ Հիմա էլ երբեք չեմ կորցնի նրան։ Նա ինձ հետ կլինի։ Կմնաս ինձ հետ։ Այո։ Ինչ հաճելի է տեսնում ես երջանիկ մարդկանց, չէ՞ Աննա։ Շատ հաճելի է։ Այսօր ինձ ասացին, որ Հայաստանի հետ հեռուստակամուրջների մեկնարկից հետո Հայաստանից եկող նամակների քանակը, որոնք ստանում ենք ամեն շաբաթ, աճել է արդեն 8 անգամ։ Դա զարմանալի չէ։ Պարզապես մարդիկ հույսով են լցվել։ Այս հաղորդումը ես դեռ սկսել եմ դիտել շատ տարիներ առաջ, մոտ մի 4-5 տարի կլինի, դեռ երբ որ Ուկրաինայում էի ապրում, շատ ուրախ եմ, որ կան այնպիսի մարդիկ, որոնք օգնում են ժողովրդին գտնեն իրանց բարեկամներին, հարազատներին։ Շատ լավ հաղորդում է, ուրախ եմ, որ հիմա նաև Հայաստանում են վարում այդ հաղորդումը։ Շատ հաճելի են հաղորդավարները վարում, շատ հաճելի է դիտել այդ հաղորդումը։ Հաղորդումը вообще շատ լավ է։ Որ տարբեր տեղերից հայտնաբերում են, գտնում են, ուրախանում են, դա հաճելի բան է, լավ է։
Ողջունում եմ այս հաղորդմանը, քանի որ այն հնարավորություն է տալիս մարդկանց փնտրել միմյանց եւ աջակցում է մեր հայ ժողովրդին։ Ես նույնպես ցանկանում եմ ողջունեմ, որ եղավ այսպիսի հաղորդում նաև մեր Հայաստանի մեր հայերի համար, կան այնպիսի մարդիկ, որ կցանկանան գտնել այն մարդկանց, որոնց վաղուց կորցրել ու ցանկանում եմ շնորհակալություն հայտնեմ ՀՄԿ-ի բոլոր աշխատակազմին այս գեղեցիկ հաղորդման համար, որ վերջապես մենք Հայաստանում նույնպես ունեցանք այսպիսի հաղորդում։ Շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին, հաղորդավարներին եւ այն բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատում են կուլիսներում։ Շնորհակալություն։ Ես նույնպես ողջունում եմ, քանի որ իսկապես ողջունելի հաղորդաշար է։ Ինչ վերաբերում է հաղորդավարներին, իսկապես անկրկնելի են ու ինտելեկտով բավականին բարձր։ Իսկապես հետաքրքիր հաղորդաշար է եւ ես դիտում եմ մեծ սիրով։ Իհարկե քննարկում ենք հաղորդումը։ Շատ մարդիկ, ովքեր որ փնտրում են, կազմակերպել են այդ հաղորդումը, շատ բարձր մակարդակով են արել դա։ Անգամ Ռուսաստանից էլ կարելի է ասել ավելի բարձր է մակարդակը։ Հաղորդումը շատ լավն է, շատ բարի, շատ պետքական, տեղին, շատ բարի գործ է կատարում, շատ շնորհակալություն, ամեն շաբաթ երեկո դիտում ենք այդ հաղորդումը, շատ մեծ բավականություն եւ մարդկանց հետ ուրախանում ենք, որ իրանք գտնում են իրանց մոտիկներին, իրանց ծանոթներին, բարեկամներին, ընկերներին, շարունակեք այդ ձևին, շատ շնորհակալություն ձեզ։ Այս հաղորդումը մեզ շատ դուր է գալիս, երկար տարիներ շարունակ մենք այս հաղորդումը դիտում ենք, բայց ցավոք ինձ էլ ունեմ դարձ։ Եղբորս տղեն 6 տարի առաջ տնից դուրս է եկել առավոտվա ժամը 5-ին, միջ առ այսօր նրա մասին ոչ մի տեղեկություն չկա։ Մենք խնդրում ենք այդ կազմակերպությանը, այդ ժդիմենյա հաղորդման, եթե ունեք հնարավորություն, ուղղակի խնդրում ենք, դրան հետքերով ման եկեք, միգուցե նա կենդանի է, չենք իմանում, որ երկրում չգիտենք մահացած է, թե կենդանի է։ Անուն ազգանունը Աթասյան Պետրոս Լավրենտի, ծնված Ղարաբաղ, դարձած Բեժինսկ, Պիտիգորսկ, Գյորգիևսկի կրայա ռայոն, մի խոսքով այն օրվանից, որ ինքը չկա, մենք ոչ մի տեղեկություն չունենք, խնդրում ենք, իրան ունե 3 կամ չափահաս երեխա, եթե ունեք հնարավորություն օգնեք, այդքան բան։ Գիտեք, ես դատողություններ եմ անում նայելով ծանոթներիս եւ նրանց ծանոթներին, նրանք ինքնուրույն մուտք են գործում սպասիրինձի կայք, թողնում են իրենց հայտերը, ստուգում են, չեն փնտրում արդյոք իրենց։ Ես կարծում եմ, որ սպասիրինձ հաղորդման հայտնվելը Հայաստանի առաջին ալիքի եթերում շատ բան փոխեց ոչ միայն մեր երկրի բնակիչների համար, այլ նաեւ մեր հայրենակիցների համար, ովքեր ապրում են արտասահմանում, աշխարհի շատ երկրներում։ Ու հենց դրա շնորհիվ, որ մեր որոնումներին շատ ու շատ մարդիկ են մասնակցում, շատ շատերն են գտնվել, ում փնտրում էին Հայաստանում։ Այս մանկական լուսանկարում Ոսկան Անուշյանն է։ Նրան եւ նրա մյուս ազգականներին Գյումրիում համարյա 30 տարի փնտրում էին հարազատները Սիբիրից։ Մենք ցուցադրել էինք այս լուսանկարը մեր առաջին թողարկման ժամանակ եւ արդեն 2 օր հետո Գյումրիից հարազատները արձագանքել էին։ Այս լուսանկարը եւս մենք ցուցադրել ենք մեր առաջին հաղորդման ընթացքում։ Հարությունյանների ընտանիքին փնտրում էին հարազատները Դյումենից եւ ահա գտան։ Ահա եւս մեկ լուսանկար։ Այս լուսանկարի դեպքում նույնպես բոլորը գտնվել են։ Սա Դալաքյանների ընտանիքն է, նրանց փնտրում էր ընկերուհին Վոլգայի ափերից։ 80-ականների վերջում նրանք միասին ապրել եւ աշխատել են Գերմանիայում, իսկ հետո կորցրել են իրար։ Այդ նույն առաջին թողարկման ընթացքում մենք ցուցադրեցինք այս լուսանկարը եւ Դալաքյանները անմիջապես արձագանքեցին։ Մենք շատ ուրախ ենք, շնորհակալություն ենք հայտնում եւ շնորհավորում ենք։
Իսկ հասա Արամ Մարգարյանն է։ Նրան փնտրում էր դուստրը Ելենան, ով ապրում է Օմսկի մարզում։ Նա հիշում է միայն, որ հայրը ապրում էր Երևանում, Օրջոնիկիձե փողոցում։ Եվ դուք ինչ եք կարծում, Վրաստանից Ելենայի եղբայրները հեռուստացույցով տեսել էին այս լուսանկարը եւ արդեն կապվել են իրենց քրոջ հետ։ Իսկ Աննա Մուրադ Ռախմանովին մեզ մոտ Հայաստանում գտավ նրա դուստրը Քրիստինան։ Նա գրում է մեզ, որ ծնողների հետ բնակվում էին Չարենցավան քաղաքում, հետո ծնողները բաժանվեցին։ Վերջին անգամ, երբ Քրիստինան եղել է հոր մոտ, նա ապրում էր Երևանում։ Քրիստինայի նամակը «Սպասիր ինձի» կայքում տեսել էր նրա քույրը։ Պարզվեց քույրերը, ովքեր երկար ժամանակ փնտրել են իրար, բնակվում էին միևնույն քաղաքում, մեզ մոտ Երևանում։ Պատկերացնում եք, մեր քաղաքում Երևանում բոլորն արդեն հանդիպել են։ 22 տարի տենց չեմ տեսել հայրիկիս։ Չգիտեմ, ամեն անգամ նայելուց ասում եմ միգուցե ինձ մեկը գտնում է, ման է գալիս։ Ամեն անգամ նայելուց շատ հուզվում էի։ Ու չգիտեմ, մի օր ինչ-որ չեմ անում։ Սենց ինչ-որ հետս մի բան կատարվեց, ասի չէ, պետք է այդ անպայման գրենք այդ Զիմինյային։ Ոչինչ որ կես ռուսերի։ Այտենց, ու գրեցի։ Չէի սպասում ճիշտն ասած, ես ասեցի երևի դա ճիշտ չի։ Չգիտեմ, չէի հավատում, բայց եկեք ու տեսեք, որ 3 ամսից պապայից գտան։ Մարտի 7-ին ես եկա գիշերային հերթափոխից։ Անժելան աղջիկս ասաց, որ գտել է Քրիստինային։ Ես հարցրեցի, թե ինչպես է գտել։ Նա պատասխանեց, որ գտել է համացանցի միջոցով։ Քրիստինան առավոտյան զանգեց, ասեց ժամը 1:30 կողմերը մենք կհանդիպենք։ Եկան, վերցրեցին ինձ, գնացինք իրանց տուն, հետո ընդեղից եկանք մեր տուն, պապան տեսավ, ու տենց իրար գրկեցին, պաչեցին, ու լացեցին շատը։ Հա, ամեն օր պապիկը գալիս է մեր տուն, իրանց տանում է մանտալու, իրանք գնում են, իրանք մի հատ ուրախությունն է, որ իրանք պապիկ ունեն։ Մենք պապիկի հետ լիքը լավ ժամանակ ենք անցկացնում, իր հետ խաղում ենք, ուրախանում ենք ու շատ ուրախ ենք միշտ, որ պապիկ ունենք։ Մենք ամեն օր գնում ենք իմ ֆուտբոլի, ամեն օր գալիս է մեր տուն, գնում ենք ֆուտբոլ ենք խաղում, գնում եմ ես տուն իր հետ խաղում ենք, հետո որ բակ ենք իջնում ամեն օր ման ենք գալի։ Այ հիմա բոլորս միասին գնում ենք պապիկի տուն։ Ես շատ ուրախ եմ, որ այսպիսի հաղորդում կա։ Ոչ ոք չէր պատկերացնում, որ դուստրը գտել է հորը։ Բայց այս դեպքից հետո բոլորը ապշած են, որ դա ճշմարիտ է, որ կա այդպիսի հաղորդում, այն իրական է։ Եվ որ կան մարդիկ, որ երկար ժամանակից հետո գտնում են միմյանց։ Դրա համար մեզ պետք է Երևանում, որ ունենանք այսպես հաղորդում, որ բոլորն էլ իմ նման այսպես ուրախ լինեն ու գիտեմ, խոսքեր չունեմ։ Շատ շնորհակալ եմ ձեր հաղորդումը, սպասիր ինձ հաղորդմանը։ Երջանկություն եւ սեր բոլոր նրանց, ովքեր արդեն գտել են միմյանց, իսկ նրանց, ովքեր դեռ շարունակում են փնտրել, համբերություն, հույս եւ լավ նորություններ, որքան հնարավոր է շուտ։ Եւ խնդրում եմ մի մոռացեք ժամանակ առ ժամանակ ստուգել մեր կայքում, արդյոք չեն փնտրում ձեզ կամ ձեր ծանոթներից որևէ մեկին, չէ՞ որ մեր կայքում յուրաքանչյուր 1.5 րոպեն մեկ հայտնվում է մի նոր հայտ։ Ես ուզում եմ հարցնել նրանց, ովքեր այսօր եկել են մեր տաղավար։ Ինչ-որ մեկը դիտել է Հայաստանի համար «Սպասիր ինձ» հաղորդաշարի առաջին հատուկ թողարկումը։
Դիտել եք։ Այն եթեր է հեռարձակվել փետրվարի 25-ին։ Խնդրում եմ հիշեք այդ օրը, որովհետև դա մեր տաղավարի ծննդյան օրն է։ Իսկ այս մարդուն հիշում եք։ Հիշում եք։ Նա իմ անվանակիցն է, Տիգրան Հակոբյանյանը, ապրում է մեզ մոտ Երևանում, հիմա մենք ձեզ կհիշեցնենք, թե ինչ էր պատմում նա այն ժամանակ։ Ես հարազատներից չեմ փնտրում, ես իմ ընկերներից, երկու ընկերներից եմ փնտրում, երկուսն էլ ռուսներ են, բնականաբար եւ այնտեղ էլ ապրում են։ Մի ընկերս ստեղ էր ապրում, Բեռնացկի Սերգեյն է, իր հետ կապը մենք կորցրել ենք այս վերջին 5 տարին, մինչև այդ կապը կար, դե գրում էինք, զանգում էինք եւ այլն, բայց այս 5 տարիա նույն հեռախոսին զանգելուց արդեն ուրիշ մարդիկ են վերցնում եւ ընդհանրապես Սերգեյին չեն ճանաչում։ Վերջին անգամ ինքը ապրում էր Ուլյանովսկում։ Վերջին անգամ, երբ դեռ կապ ունեի նրա հետ, նա ապրում էր Ուլյանովսկում։ Ու դրանից հետո մինչև հիմա էլ կապ չկա։ Վերջին 5-6 տարում ընդհանրապես կապ չի եղել նրա հետ։ Չգիտենք որտեղ է նա, ինչպես է։ Այսօր Տիգրան Հակոբյանը կրկին եկել է մեր տաղավար։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Տեսնում եք, շատ քիչ ժամանակ անցավ եւ մենք նորից հանդիպեցինք։ Իրական ակնկալ էր իմ համար։ Ձեր հարազատները այս հաղորդումը դիտել էին, արձագանքներ լսել եք ինքներդ։ Շատ։ Ամեն անգամ էլ զանգահարում են, մինչև այսօր էլ զանգահարում են, ամեն հաղորդումին էլ ասում են քեզ ցույց են տվել։ Կարծում եմ ըստեղի հարազատությունը, անգամ Ռուսաստանից ընկերներս զանգել են, արդեն ասացին Ռուսաստանում էլ են ցույց տվել, ասում այդ Քեզ այնտեղ ցուցադրում էին, բղավում են, ես քիչ մնաց աթոռից ընկնեի եւ այլն եւ այլն։ Տենց բաներ եղել է արդեն։ Կարծում եմ կռահում եք, ինչ առիթով ենք ձեզ կրկին հրավիրել։ Ու հիմա բոլոր ընկերներին հարազատներին, որ արձագանքել են, շատ շուտով ինքներդ նորություններ կունենաք հաղորդելու։ Շնորհակալություն։ Երբ ցուցադրեցինք այն հաղորդումը, որտեղ հյուրընկալվել էիք դուք, Մոսկվայի մեր հեռախոսահամարին զանգ եկավ։ Ահա լսեք։ Ձեզ լսում է «Սպասիր ինձ» հաղորդման որոնման ծառայության աշխատակիցը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինձ ծանոթներս ասել են, որ «Սպասիր ինձ» հաղորդման ժամանակ մի տղամարդ փնտրում էր Սերգեյ Բեռնարդսկուն։ Դուք գիտեք, թե նա որտեղ է։ Այո։ Բեռնարդսկի Սերգեյ, այո։ Ով էր նրան փնտրում։ Նա այնտեղ նստած էր։ Ասացեք, խնդրեմ, հեռախոսահամարը։ Տան հեռախոսահամարը։ Թեկուզ բջջայինը, որը հարմար է։ Ես ունեմ տան համարը։ Զանգը Ուլյանովսկից էր։ Եվ մեր նկարահանող խումբը անմիջապես մեկնեց այնտեղ։ Խնդրեմ։ Նախ ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր ճանաչեցին ինձ։ Շնորհակալ եմ, որ հիշում եք ինձ։ Տիգրան ջան, Հակոբյանյան, ես քեզ շատ լավ հիշում եմ։ Չնայած շատ վաղուց չենք տեսել միմյանց։ 20 տարվա ընթացքում դու երևի շատ ես փոխվել։ Ես էլ եմ շատ փոխվել։ Ողջունում եմ Ասուրյան Լյովիկին։ Շատ լավ եմ նրան հիշում։ Նա մտերիմ ընկերս է։ Ողջունում եմ Ղազարյան Արթուրին։ Եթե դուք կապ ունեք միմյանց հետ, ողջունում եմ բոլորին։ Բոլորին հիշում եմ, շնորհակալ եմ, որ դուք էլ ինձ եք հիշում։ Անչափ շնորհակալ եմ բոլորին։ Տիգրան, ահա ձեր ընկերոջ բոլոր հեռախոսահամարները, ես սիրով հանձնում եմ ձեզ, զանգահարեք, նա սպասում է ձեզ։ Շատ շնորհակալ։ Անչափ շնորհակալ եմ բոլորին։ Պարզապես հիմա իրոք չէի սպասում։ Ինձ Մոսկվայից էլ չասացին, Հայաստանում էլ։ Ուզում էի հավատալ, որ ինչ-որ նոր բան կլինի։ Անչափ շնորհակալ եմ բոլորին, եւ Ռուսաստանում, եւ այստեղ Երևանում, հատկապես ձեզ։
Շատ շնորհակալ եմ։ Շատ մեծ շնորհակալություն։ Շտապ զանգահարեք, նա անհամբեր սպասում է։ Հենց հիմա էլ կզանգա։ Մենք ձեզ շնորհավորում ենք, ձեր որոնումները ավարտվեցին։ Շնորհակալություն։ Կան եւս մի քանի նկարներ, որոնք մենք ցանկանում ենք ձեզ ցույց տալ։ Դիտեք միգուցե ինչ-որ մեկին ճանաչեք։ Անվան Բաղդասարյանը կորել է 1993 թվականին։ Իր կամազ մակնիշի բեռնատարով 3 ընկերների հետ գնացել է Ստեփանակերտ եւ դրանից հետո անհետ կորել է։ Նրան փնտրում է դուստրը Երևանից։ Մայրիկս ասում էր, որ իմ հայրը Էդուարդ Հակոբյանը մահացել է 1976 թվականին ավտովթարից, գրում է մեզ Տատյանան Ուլիանովսկի շրջանից։ Մայրս մահացել է, իսկ ես ցանկանում եմ գտնել հորս բարեկամներից որևէ մեկին։ Արմեն Մովսիսյանը 83 թվականի մարտի 2-ին Ստեփանավանում գնացել է աշխատանքի եւ մինչ օրս չի վերադարձել։ Այս տարիների ընթացքում ընտանիքը շարունակում է փնտրել նրան։ Քույրը փնտրում է Իրինա Գալստյանին, ով կորել է 2004 թվականին Սևանում։ Նա գնացել է, որպեսզի փոխանցի Զարմիկի գիրքը երթուղայինի վարորդի միջոցով եւ չի վերադարձել։ Լարիսա Կարախանյանին մոր մահից հետո որդեգրել են 1966 թվականին։ Այդ ժամանակվանից նա բնակվում էր Հայաստանում։ Նրան փնտրում է քույրը Լիլիան Չերկեսկից։ Հենրի Գաբրիելյանին փնտրում է դուստրը Կարինան Ուկրաինայից։ Նա ցանկանում է ծանոթանալ իր հոր թորների հետ։ Նրանք այս լուսանկարում են։ Ռազմիկ Զոհրաբյանին ծնված 1990 թվականին փնտրում է մայրը Մոսկվայից Օլգա Յուրիևնան։ Արարատի մարզից Արտակ Հովանիսյանը արդեն ավելի քան 20 տարի փնտրում է իր ծնողներին։ Եթե դուք կարող եք մեզ օգնել, գրեք «Սպասիր ինձ» ծրագրի կայքում։ Կայքի հասցեն այժմ տեսնում եք ձեր էկրաններին։ Դե ինչ, մենք շարունակում ենք եւ պատրաստ ենք լսելու այն մարդկանց, ովքեր այսօր մեր տաղավարում են։ Բարի երեկո։ Բարի երեկո ձեզ։ Կներկայանաք Սուսաննա Սահակյան Ունիկի, փնտրում եմ հոր եղբորս աղջկան։ Ծնվել է 1964 թվին, ամուսիններ երևի չեն հաշտվել իրար հետ, բաժանվել են։ Մայրը վերցրել եւ բերել տվել է Երևանի 3-րդ մասի մանկատուն։ Ու միջև հիմա դե ոչ մի կապ չկա։ Կասեք, խնդրում եմ նախ ծնողների անունները եւ իր անունը, եթե գիտեք։ Հոր անունը Սահակյան Սամվել, մամայի անունը Սոնիկ Մարգարյան։ Իրեն անունն է Մարգարյան Մարետա Սամվելի։ Պարզ է։ Պետք է հուսալ եւ սպասել։ Այո, շնորհակալություն շատ։ Շնորհակալություն։ Անչափ շնորհակալ։ Բարի երեկո ձեզ։ Ղազարյան Վալենտինա, ես փնտրում եմ իմ տղային։ Արմեն Ծատարյան Լերմոնտի, ծնված Կապան քաղաքում 1963 թվականի մայիս ամսին։ 92-93 թվականից ապրում է Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքում, ընտանիքով։ 2008 թվականի հոկտեմբերի 17-ին ինքը առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում դուրս է եկել տնից, չեմ անում ինչ-որ ընտանեկան հարցերով, երևի նեղված դուրս է եկել եւ ապրում է Նիժնի Նովգորոդ Բերեկոպսկայա փողոց 5-13 բնակարանում։ Դուրս է եկել մի կես ժամ հետո զանգել է կնոջը խոսել։ Այդ նույն տարածքի մոստի կողքից խոսել է եւ թե ինչ է ասել, սկի այդքան էլ շատ պարզ չի։ Ու դրանից հետո իր հեռախոսը, մոբիլնիկը գտել են մոստից մի քիչ այս կողմ ընկած։ Ես խնդրում եմ ձեզ, բարի մարդիկ, եթե որևէ մեկը տեսել է, որևէ մեկը Վեդի վայն։ Մինչև հունիսի 10-ը գնեք Ժդի մենյա ծրագիրը, եծերում մեր հատուկ տողարկումն է հայ հեռուստադիտողի համար։ Մեզ հետ կապի մեջ է Երևանի մեր տաղավարը և մենք սկսում ենք։
Բարի երեկո, դուք դիտում եք «Ժդի մենյա» ծրագիրը։ Եթերում մեր հատուկ թողարկումն է հայ հեռուստադիտողի համար։ Մեզ հետ կապի մեջ է Երևանի մեր տաղավարը և մենք սկսում ենք։ Ահա և Երևանը։ Բարի երեկո։ Խոսում և ցուցադրում է Երևանը։ Դուք դիտում եք «Սպասիր ինձ» ծրագրի հատուկ թողարկումը Հայաստանի առաջին ալիքի հեռուստադիտողների համար։ Մեզ հետ կապի մեջ է Մոսկվայի «Սպասիր ինձ» ծրագրի տաղավարը և մենք սկսում ենք։ Բարի երեկո, առողջություն և երջանկություն ձեզ բոլորիդ։ Բարի երեկո նրանց, ովքեր դիտում են մեզ Հայաստանում։ Բարի երեկո։ Այսօր մենք կարող ենք ավարտել ևս մեկ պատմություն, որի սկիզբը դուք տեսել եք մեր հաղորդումներից մեկում։ Հիմա մենք ձեզ կհիշեցնենք, թե ինչպես դա եղավ։ Ես Շահեն Ռաֆիկի Զախարովն եմ։ Ես փնտրում եմ իմ դստերը առաջին ամուսնությունից, Կատերինա Շահենի Զախարովային, ծնված 96 թվականին։ Ես 10 տարի ապրել եմ Ուկրաինայում։ Նա իմ աղջիկն է առաջին ամուսնությունից։ Որոշակի ընտանեկան հանգամանքներից ելնելով ես ստիպված էի բաժանվել կնոջիցս։ Ես վերադարձա այստեղ իմ պատմական հայրենիք։ Ես ապրում եմ այստեղ արդեն 11 տարի։ Ես նրա հետ շփվել եմ համացանցում, խոսել եմ հեռախոսով։ Վերջերս 2 տարի առաջ ես կորցրեցի նրա հետ կապը։ Որևիցե կապ չկա, հեռախոսահամարը գոյություն չունի։ Ինչ եք կարծում, կճանաչեք նրան, երբ տեսնեք։ Կարծում եմ կճանաչեմ։ Եթե չճանաչեմ, սիրտս կհուշի։ Այդ դեպքում ձեզ ուզում եմ ցույց տալ մի լուսանկար։ Դիտեք։ Ես ուրախացա, բայց միևնույն ժամանակ չհավատացի և մինչև հիմա էլ չեմ հավատում, որ հայրս ինձ փնտրում է։ Երբ ես դեռ չգիտեի, որ հայրս ինձ փնտրում է, ես միշտ մտածում էի նրա մասին, որտեղ է, ինչպես է ապրում։ Ես միշտ հավատացել եմ, որ նա ինձ կգտնի և այդպես էլ եղավ։ Հայրիկ, ես քեզ շատ եմ սիրում։ Ես սպասում էի, որ դու ինձ կգտնես։ Ես գտնվել եմ, արի, ես քեզ սպասում էի ու շատ կարոտել եմ։ Ուզում եմ քեզ տեսնել և գրկել։ Վերջ, այլևս չեմ կարողանում խոսել։ Մնաց մի քանի կիլոմետր։ Ես շատ եմ հուզվում։ Երբ աղջիկս ասաց, հայրիկ, ես քեզ շատ եմ սիրում ու սպասում եմ, արի հնարավորինս շուտ, դա ինձ համար կարելի է ասել, ինչպես գլխիս եռացրած ջուր լցվեր։ Այդպիսի բան տեսնել ու լսել, դա ինձ համար շատ անսպասելի էր։ Ես դրանից հետո որոշեցի, որ պարտավոր եմ այնտեղ լինել, որ կմեկնեմ։ Ահա ես այստեղ եմ, ես գնում եմ նրա մոտ։ Չեմ կարողացել քնել, անընդհատ մտածել եմ, այնքան երկար եմ սպասել։ Շատ եմ հուզվում, չգիտեմ։ Ես նույնիսկ չեմ պատկերացնում այդ հանդիպումը։ Արդեն նյարդայնանում եմ, շատ կարոտել եմ նրան, ուզում եմ գրկել։ Ես մտածում եմ, որ մեր հանդիպումից հետո ես կներդնեմ իմ բոլոր ուժերը, կանեմ այն ամենը, ինչ հնարավոր է։ Ես նրան երբեք չեմ կորցնի։ Ես կօգնեմ այն ամենով, ինչով կարող եմ։ Կօգնեմ ամեն ինչում։ Հայրիկ ինձ հարցնում է, թե արդյոք որևիցե մեկը չի նեղացնում ինձ։ Ես ասում եմ, ոչ, ամեն ինչ լավ է։ Նա ասաց, որ անպայման կգա, որ ես սպասեմ նրան։ Վերցրել է հեռախոսահամարս և հաճախ է ինձ զանգահարում։ Օրվա ընթացքում գոնե 2 անգամ անպայման զանգահարում է, առավոտյան և երեկոյան։ Պարզվեց նա կին ունի, Լենան, շատ գեղեցիկ է։ Երեխաներ չունեն, ես միակն եմ։ Класс. Ես վերջապես հանդիպեցի աղջկաս։ Հիմա էլ երբեք չեմ կորցնի նրան։ Նա ինձ հետ կլինի։ Կմնաս ինձ հետ։ Այո։
Ինչ հաճելի է տեսնում ես երջանիկ մարդկանց, չէ՞ Աննա։ Շատ հաճելի է։ Այսօր ինձ ասացին, որ Հայաստանի հետ հեռուստակամուրջների մեկնարկից հետո Հայաստանից եկող նամակների քանակը, որոնք ստանում ենք ամեն շաբաթ, աճել է արդեն 8 անգամ։ Դա զարմանալի չէ։ Պարզապես մարդիկ հույսով են լցվել։ Այս հաղորդումը ես դեռ սկսել եմ դիտել շատ տարիներ առաջ, մոտ մի 4-5 տարի կլինի, դեռ երբ որ Ուկրաինայում էի ապրում։ Շատ ուրախ եմ, որ կան այնպիսի մարդիկ, որոնք օգնում են ժողովրդին գտնեն իրանց բարեկամներին, հարազատներին։ Շատ լավ հաղորդում է, ուրախ եմ, որ հիմա նաև Հայաստանում են վարում այդ հաղորդումը։ Շատ հաճելի են հաղորդավարները վարում, շատ հաճելի է դիտել այդ հաղորդումը։ Հաղորդումը вообще շատ լավ է, որ տարբեր տեղերից հայտնաբերում են, գտնում են, ուրախանում են, դա հաճելի բան է, լավ է։ Ողջունում եմ այս հաղորդմանը, քանի որ այն հնարավորություն է տալիս մարդկանց փնտրել միմյանց եւ աջակցում է մեր հայ ժողովրդին։ Ես նույնպես ցանկանում եմ ողջունեմ, որ եղավ այսպիսի հաղորդում նաև մեր Հայաստանի մեր հայերի համար, կան այնպիսի մարդիկ, որ կցանկանան գտնել այն մարդկանց, որոնց վաղուց կորցրել ու ցանկանում եմ շնորհակալություն հայտնեմ ՀՄԿ-ի բոլոր աշխատակազմին այս գեղեցիկ հաղորդման համար, որ վերջապես մենք Հայաստանում նույնպես ունեցանք այսպիսի հաղորդում։ Շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին, հաղորդավարներին եւ այն բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատում են կուլիսներում։ Շնորհակալություն։ Ես նույնպես ողջունում եմ, քանի որ իսկապես ողջունելի հաղորդաշար է։ Ինչ վերաբերում է հաղորդավարներին, իսկապես անկրկնելի են ու ինտելեկտով բավականին բարձր։ Իսկապես հետաքրքիր հաղորդաշար է եւ ես դիտում եմ մեծ սիրով։ Իհարկե քննարկում ենք հաղորդումը։ Շատ մարդիկ, ովքեր որ փնտրում են, կազմակերպել են այդ հաղորդումը, շատ բարձր մակարդակով են արել դա։ Անգամ Ռուսաստանից էլ կարելի է ասել ավելի բարձր է մակարդակը։ Հաղորդումը շատ լավն է, շատ բարի, շատ պետքական, տեղին, շատ բարի գործ է կատարում, շատ շնորհակալություն, ամեն շաբաթ երեկո դիտում ենք այդ հաղորդումը, շատ մեծ բավականություն եւ մարդկանց հետ ուրախանում ենք, որ իրանք գտնում են իրանց մոտիկներին, իրանց ծանոթներին, բարեկամներին, ընկերներին, շարունակեք այդ ձևին, շատ շնորհակալություն ձեզ։ Այս հաղորդումը մեզ շատ դուր է գալիս, երկար տարիներ շարունակ մենք այս հաղորդումը դիտում ենք, բայց ցավոք ինձ էլ ունեմ դարձ։ Եղբորս տղեն 6 տարի առաջ տնից դուրս է եկել առավոտվա ժամը 5-ին։ Միջ առ այսօր նրա մասին ոչ մի տեղեկություն չկա։ Մենք խնդրում ենք այդ կազմակերպությանը, այդ ժդիմենյա հաղորդման, եթե ունեք հնարավորություն, ուղղակի խնդրում ենք, դրան հետքերով ման եկեք, միգուցե նա կենթանի է, չենք իմանում, որ երկրումա չգիտենք մահացածա, թե կենթանի է, անուն ազգանունը Աթասյան Պետրոս Լավրենտի, ծնված Ղարաբաղ, դարձած Բեժինսկ, Պիտիգորսկ, Գյորգիևսկի կրայա ռայոն, մի խոսքով այն օրվանից, որ ինքը չկա, մենք ոչ մի տեղեկություն չունենք, խնդրում ենք, իրան ունե 3 անչափահաս երեխա, եթե ունեք հնարավորություն օգնեք, այդքան բան։ Գիտեք, ես դատողություններ եմ անում նայելով ծանոթներիս եւ նրանց ծանոթներին, նրանք ինքնուրույն մուտք են գործում սպասիրինձի կայք, թողնում են իրենց հայտերը, ստուգում են, չեն փնտրում արդյոք իրենց։ Ես կարծում եմ, որ սպասիր ինձ հաղորդման հայտնվելը Հայաստանի առաջին ալիքի եթերում շատ բան փոխեց ոչ միայն մեր երկրի բնակիչների համար, այլ նաեւ մեր հայրենակիցների համար, ովքեր ապրում են արտասահմանում, աշխարհի շատ երկրներում։ Ու հենց դրա շնորհիվ, որ մեր որոնումներին շատ ու շատ մարդիկ են մասնակցում, շատ շատերն են գտնվել, ում փնտրում էին Հայաստանում։ Այս մանկական լուսանկարում Ոսկան Անուշյանն է։ Նրան
եւ նրա մյուս ազգականներին Գյումրիում համարյա 30 տարի փնտրում էին հարազատները Սիբիրից։ Մենք ցուցադրել էինք այս լուսանկարը մեր առաջին թողարկման ժամանակ եւ արդեն 2 օր հետո Գյումրիից հարազատները արձագանքել էին։ Այս լուսանկարը եւս մենք ցուցադրել ենք մեր առաջին հաղորդման ընթացքում։ Հարությունյանների ընտանիքին փնտրում էին հարազատները Տյումենից եւ ահա գտան։ Ահա եւս մեկ լուսանկար։ Այս լուսանկարի դեպքում նույնպես բոլորը գտնվել են։ Սա Դալաքյանների ընտանիքն է, նրանց փնտրում էր ընկերուհին Վոլգայի ափերից։ 80-ականների վերջում նրանք միասին ապրել եւ աշխատել են Գերմանիայում, իսկ հետո կորցրել են իրար։ Այդ նույն առաջին թողարկման ընթացքում մենք ցուցադրեցինք այս լուսանկարը եւ Դալաքյանները անմիջապես արձագանքեցին։ Մենք շատ ուրախ ենք, շնորհակալություն ենք հայտնում եւ շնորհավորում ենք։ Իսկ հա Արամ Մարգարյանն է։ Նրան փնտրում էր դուստրը Ելենան, ով ապրում է Օմսկի մարզում։ Նա հիշում է միայն, որ հայրը ապրում էր Երևանում, Օրջոնիկիձե փողոցում։ Եվ դուք ինչ եք կարծում, Վրաստանից Ելենայի եղբայրները հեռուստացույցով տեսել էին այս լուսանկարը եւ արդեն կապվել են իրենց քրոջ հետ։ Իսկ Աննա Մուրադ Ռախմանովին մեզ մոտ Հայաստանում գտավ նրա դուստրը Քրիստինան։ Նա գրում է մեզ, որ ծնողների հետ բնակվում էին Չարենցավան քաղաքում, հետո ծնողները բաժանվեցին։ Վերջին անգամ, երբ Քրիստինան եղել է հոր մոտ, նա ապրում էր Երևանում։ Քրիստինայի նամակը Սպասիր ինձի կայքում տեսել է նրա քույրը։ Պարզվեց քույրերը, ովքեր երկար ժամանակ փնտրել են իրար, բնակվում էին միևնույն քաղաքում, մեզ մոտ Երևանում։ Պատկերացնում եք, մեր քաղաքում Երևանում բոլորն արդեն հանդիպել են։ 22 տարի տենց չեմ տեսել հայրիկիս։ Չգիտեմ, ամեն անգամ նայելուց ասում եմ միգուցե ինձ մեկը գտնում է, ման է գալիս։ Ամեն անգամ նայելուց շատ հուզվում էի։ Ու չգիտեմ, մի օր ինչ-որ չեմ մանում։ Սենց ինչ-որ հետս մի բան կատարվեց, ասի չէ, պետք է այդ անպայման գրենք այդ Զդիմինյային։ Ոչինչ, որ կես ռուսել։ Տենց, ու գրեցի։ Չէի սպասում ճիշտն ասած, ես ասեցի երևի դա ճիշտ չի, չգիտեմ չէի հավատում, բայց եկեք ու տեսեք, որ 3 ամսից պապայից գտան։ Մարտի 7-ին ես եկա գիշերային հերթափոխից։ Անժելան աղջիկս ասաց, որ գտել է Քրիստինային։ Ես հարցրեցի, թե ինչպես է գտել։ Նա պատասխանեց, որ գտել է համացանցի միջոցով։ Քրիստինան առավոտյան զանգեց, ասեց ժամը 1:30-ի կողմերը մենք կհանդիպենք։ Եկան, վերցրեցին ինձ, գնացինք իրանց տուն, հետո ընդեղից եկանք մեր տուն, պապան տեսավ, ու տենց իրար գրկեցին, պաչեցին, ու լացեցին շատը։ Հա, ամեն օր պապիկը գալիս է մեր տուն, իրանց տանում է ման տալու, իրանք գնում են, իրանք մի հատ ուրախությունն է, որ իրանք պապիկ ունեն։ Մենք պապիկի հետ լիքը լավ ժամանակ ենք անցկացնում, իր հետ խաղում ենք, ուրախանում ենք, ու շատ ուրախ ենք միշտ, որ պապիկ ունենք։ Մենք ամեն օր գնում ենք իմ ֆուտբոլի, ամեն օր գալիս է մեր տուն, գնում ենք ֆուտբոլ ենք խաղում, գնում եմ ես տուն իր հետ խաղում ենք, հետո որ բակ ենք իջնում ամեն օր ման ենք գալի։ Այ հիմա բոլորս միասին գնում ենք պապիկի տուն։
Ես շատ ուրախ եմ, որ այսպիսի հաղորդում կա։ Ոչ ոք չէր պատկերացնում, որ դուստրը գտել է հորը։ Բայց այս դեպքից հետո բոլորը ապշած են, որ դա ճշմարիտ է, որ կա այդպիսի հաղորդում։ Այն իրական է։ Եվ որ կան մարդիկ, որ երկար ժամանակից հետո գտնում են միմյանց։ Դրա համար մեզ պետք է Երևանում, որ ունենանք այսպես հաղորդում, որ բոլորն էլ իմ նման այսպես ուրախ լինեն ու գիտեմ, խոսքեր չունեմ։ Շատ շնորհակալ եմ։ Ձեր հաղորդումը սպասիր ինձ հաղորդմանը։ Երջանկություն եւ սեր բոլոր նրանց, ովքեր արդեն գտել են միմյանց, իսկ նրանց, ովքեր դեռ շարունակում են փնտրել, համբերություն, հույս եւ լավ նորություններ, որքան հնարավոր է շուտ։ Եվ խնդրում եմ մի մոռացեք ժամանակ առ ժամանակ ստուգել մեր կայքում, արդյոք չեն փնտրում ձեզ կամ ձեր ծանոթներից որևէ մեկին, չէ՞ որ մեր կայքում յուրաքանչյուր 1.5 րոպեն մեկ հայտնվում է մի նոր հայտ։ Ես ուզում եմ հարցնել նրանց, ովքեր այսօր եկել են մեր տաղավար։ Ինչ որ մեկը դիտել է Հայաստանի համար սպասիր ինձ հաղորդաշարի առաջին հատուկ թողարկումը։ Դիտել եք։ Այն եթեր է հեռարձակվել փետրվարի 25-ին։ Խնդրում եմ հիշեք այդ օրը, որովհետև դա մեր տաղավարի ծննդյան օրն է։ Իսկ այս մարդուն հիշում եք։ Հիշում եք։ Նա իմ անվանակիցն է, Տիգրան Հակոբյանյանը, ապրում է մեզ մոտ Երևանում, հիմա մենք ձեզ կհիշեցնենք, թե ինչ էր պատմում նա այն ժամանակ։ Ես հարազատներից չեմ փնտրում, ես իմ ընկերներից, երկու ընկերներից եմ փնտրում, երկուսն էլ ռուսներ են, բնականաբար եւ այնտեղ էլ ապրում են։ Մի ընկերս ստեղ էր ապրում, Բեռնացկի Սերգեյն է, իր հետ կապը մենք կորցրել ենք այս վերջին 5 տարին, մինչև այդ կապը կար, գրում էինք, զանգում էինք եւ այլն, բայց այս 5 տարիա նույն հեռախոսին զանգելուց արդեն ուրիշ մարդիկ են վերցնում եւ ընդհանրապես Սերգեյին չեն ճանաչում։ Վերջին անգամ ինքը ապրում էր Ուլյանովսկում։ Վերջին անգամ, երբ դեռ կապ ունեի նրա հետ, նա ապրում էր Ուլյանովսկում։ Ու դրանից հետո մինչև հիմա էլ կապ չկա։ Վերջին 5-6 տարում ընդհանրապես կապ չի եղել նրա հետ։ Չգիտենք որտեղ է նա, ինչպես է։ Այսօր Տիգրան Հակոբյանը կրկին եկել է մեր տաղավար։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Տեսնում եք, շատ քիչ ժամանակ անցավ եւ մենք նորից հանդիպեցինք։ Իրական ակնկալ էր իմ համար։ Ձեր հարազատները այս հաղորդումը դիտել էին, արձագանքներ լսել եք ինքներդ։ Շատ։ Ամեն անգամ էլ զանգահարում են, մինչև այսօր էլ զանգահարում են, ամեն հաղորդումին էլ ասում են քեզ ցույց են տվել։ Կարծում եմ ըստեղի հարազատությունը, անգամ Ռուսաստանից ընկերներս զանգել են, արդեն ասեցին Ռուսաստանում էլ են ցույց տվել, ասում են Քեզ այն ցուցադրում էին, բղավում են, ես քիչ մնաց աթոռից ընկնեի եւ այլն եւ այլն։ Տենց բաներ եղել է արդեն։ Կարծում եմ կռահում եք, ինչ առիթով ենք ձեզ կրկին հրավիրել։ Ու հիմա բոլոր ընկերներին հարազատներին, որ արձագանքել են, շատ շուտով ինքներդ նորություններ կունենաք հաղորդելու։ Շնորհակալություն։ Երբ ցուցադրեցինք այն հաղորդումը, որտեղ հյուրընկալվել էիք դուք, Մոսկվայի մեր հեռախոսահամարին զանգ եկավ։ Ահա լսեք։ Ձեզ լսում է սպասիր ինձ հաղորդման որոնման ծառայության աշխատակիցը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինձ ծանոթներս ասել են, որ սպասիր ինձ հաղորդման ժամանակ մի տղամարդ փնտրում էր Սերգեյ Բեռնարդսկուն։ Դուք գիտեք թե նա որտեղ է։ Այո։ Բեռնարդսկի Սերգեյ, այո։ Ով էր նրան փնտրում։ Նա այնտեղ նստած էր։ Ասացեք խնդրեմ հեռախոսահամարը։ Տան հեռախոսահամարը։ Թեկուզ բջջայինը, որը հարմար է։ Ես ունեմ տան համարը։ Զանգը Ուլյանովսկից էր։ Եվ մեր նկարահանող խումբը անմիջապես մեկնեց այնտեղ։ Խնդրեմ։ Նախ ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր ճանաչեցին ինձ։ Շնորհակալ եմ, որ հիշում եք ինձ։
Տիգրան ջան, Հակոբ ջանյան, ես քեզ շատ լավ հիշում եմ։ Չնայած շատ վաղուց չենք տեսել միմյանց։ 20 տարվա ընթացքում դու երևի շատ ես փոխվել։ Ես էլ եմ շատ փոխվել։ Ողջունում եմ Ասոյան Լյովիկին։ Շատ լավ եմ նրան հիշում։ Նա մտերիմ ընկերս է։ Ողջունում եմ Ղազարյան Արթուրին։ Եթե դուք կապ ունեք միմյանց հետ, ողջունում եմ բոլորին։ Բոլորին հիշում եմ, շնորհակալ եմ, որ դուք էլ ինձ եք հիշում։ Անչափ շնորհակալ եմ բոլորին։ Տիգրան, ահա ձեր ընկերոջ բոլոր հեռախոսահամարները ես սիրով հանձնում եմ ձեզ, զանգահարեք, նա սպասում է ձեզ։ Շատ շնորհակալ։ Անչափ շնորհակալ եմ բոլորին։ Պարզապես հիմա իրոք չէի սպասում։ Ինձ Մոսկվայից էլ չասացին, Հայաստանում էլ։ Ուզում էի հավատալ, որ ինչ-որ նոր բան կլինի։ Անչափ շնորհակալ եմ բոլորին, եւ Ռուսաստանում, եւ այստեղ Երևանում, հատկապես ձեզ։ Շատ շնորհակալ եմ։ Շատ մեծ շնորհակալություն։ Շտապ զանգահարեք, նա անհամբեր սպասում է։ Հենց հիմա էլ կզանգի։ Մենք ձեզ շնորհավորում ենք, ձեր որոնումները ավարտվեցին։ Շնորհակալություն։ Կան եւս մի քանի նկարներ, որոնք մենք ցանկանում ենք ձեզ ցույց տալ։ Դիտեք, միգուցե ինչ-որ մեկին ճանաչեք։ Անվան Բաղդասարյանը կորել է 1993 թվականին։ Իր կամազ մակնիշի բեռնատարով 3 ընկերների հետ գնացել է Ստեփանակերտ եւ դրանից հետո անհետ կորել է։ Նրան փնտրում է դուստրը Երևանից։ Մայրիկս ասում էր, որ իմ հայրը Էդուարդ Հակոբյանը մահացել է 1976 թվականին ավտովթարից, գրում է մեզ Տատյանան Ուլիանովսկի շրջանից։ Մայրս մահացել է, իսկ ես ցանկանում եմ գտնել հորս բարեկամներից որևէ մեկին։ Արմեն Մովսիսյանը 83 թվականի մարտի 2-ին Ստեփանավանում գնացել է աշխատանքի եւ մինչ օրս չի վերադարձել։ Այս տարիների ընթացքում ընտանիքը շարունակում է փնտրել նրան։ Քույրը փնտրում է Իրինա Գալստյանին, ով կորել է 2004 թվականին Սևանում։ Նա գնացել է, որպեսզի փոխանցի Զարմիկի գիրքը երթուղայինի վարորդի միջոցով եւ չի վերադարձել։ Լարիսա Կարախանյանին մոր մահից հետո որդեգրել են 1966 թվականին։ Այդ ժամանակվանից նա բնակվում էր Հայաստանում։ Նրան փնտրում է քույրը Լիլիան Չերկեսկից։ Հենրի Գաբրիելյանին փնտրում է դուստրը Կարինան Ուկրաինայից։ Նա ցանկանում է ծանոթանալ իր հոր թորների հետ։ Նրանք այս լուսանկարում են։ Ռազմիկ Զոհրաբյանին ծնված 1990 թվականին փնտրում է մայրը Մոսկվայից Օլգա Յուրիևնան։ Արարատի մարզից Արտակ Հովանիսյանը արդեն ավելի քան 20 տարի փնտրում է իր ծնողներին։ Եթե դուք կարող եք մեզ օգնել, գրեք «Սպասիր ինձ» ծրագրի կայքում։ Կայքի հասցեն այժմ տեսնում եք ձեր էկրաններին։ Դե ինչ, մենք շարունակում ենք եւ պատրաստ ենք լսելու այն մարդկանց, ովքեր այսօր մեր տաղավարում են։ Բարի երեկո։ Բարի երեկո ձեզ։ Կներկայանաք Սուսաննա Սահակյան Ունիկի, փնտրում եմ հոր եղբորս աղջկան։ Ծնվել է 1964 թվին, ամուսիններ երևի չեն հաշտվել իրար հետ, բաժանվել են։ Մայրը վերցրել եւ բերել տվել է Երևանի 3-րդ մասի մանկատուն։ Ու միջև հիմա դել ոչ մի կապ չկա։ Կասեք, խնդրում եմ նախ ծնողների անունները եւ իր անունը, եթե գիտեք։ Հոր անունը Սահակյան Սամվել, մամայի անունը Սոնիկ Մարգարյան։ Իրեն անունն է Մարգարյան Մարետա Սամվելի։ Բարձ է։ Պետք է հուսալ եւ սպասել։ Այո, շնորհակալություն շատ։ Շնորհակալություն։ Անչափ Բարի երեկո ձեզ։ Ղազարյան Վալենտինա, ես փնտրում եմ իմ տղային։ Արմեն Ծատարյան Լերմոնտի, ծնված Կապան քաղաքում 1963 թվականի մայիս ամսին։ 92-93 թվականից ապրում է Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքում, ընտանիքով։ 2008 թվականի հոկտեմբերի 17-ին ինքը առավոտյան ժամը 5:30-6-ի սահմաններում դուրս է եկել տնից, չեմ անում ինչ-որ ընտանեկան հարցերով, երևի նեղված դուրս է եկել եւ ապրում է Նիժնի Նովգորոդ Բերեկոպսկայա փողոց 5-13 բնակարանում։ Դուրս է եկել մի կես ժամ հետո զանգել է կնոջը խոսել։
այդ նույն տարածքի մոստի կողքից խոսելը եւ թե ինչ է ասել, કે այդքան է շատ բաց չի։ Ու դրանից հետո իր հեռախոսը մոբիլնիկը գտել են մոստից մի քիչ այս կողմ ընկած։ Ես խնդրում եմ ձեզ, բարի մարդիկ, եթե որևէ մեկը տեսել է, որևէ մեկը գիտի, իմ բալայի տեղը, այս նկարում, ինքը շատ խելոք, շատ զարգացած, ավարտած, բազմակողմանի շնորհքով օժտված տղա է։ Արմեն ջան, ես շատ տեղեր եմ գնացել, մամա մտավ ցավը տանեմ։ Բոլորը ինձ ասել են, հույս են տվել, որ քո տղան կա ապրում է։ Սիրտս վկայում է բալաս, որ դու ապրում ես, դու կաս։ Մենակ մի զանգ եմ ուզում, մի ձայնդ լսեմ, էլի քեզ համար ապրի։ Իմ հոգիս մի քիչ հանգստանա այս աշխարհում։ Բալաս, խնդրում եմ Ազիզ ջան, ես շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում մեր այս հերոսալիքին, մեր այս կառավարությունը, որ այսպես ընդառաջել է, այսպես ալիքա բացել։ Շնորհակալություն, խորի շնորհակալություն ձեզ։ Այս նախաձեռնությունը ինձ թույլատրելու համար, որ ես շատ եմ ուզում իմ սրտի խոսքը իմ բալայից ասել։ Կարևորը դուք իսկապես զգում եք, որ նա ողջ առողջ է։ Հուսանք, որ հենց Արմենը մեզ կլսի կամ ծանոթներից որևէ մեկը եւ արձագանք երբ որ լինի, ձեզ միանգամից տեղյակ կպահեն։ Եղավ, շատ շնորհակալություն, զգաց։ Շնորհակալ։ Բարի երեկո։ Բարև, ես Հարություն Հովսեփյանն եմ, ընտրում եմ ավագ եղբորս Էդիկ Հովսեփյանին 1979 թվականի ծնված օգոստոսի 18-ին։ Եղբայրս 2002 թվականի հունվարին դուրս եկավ տնից, մեկնել է Ռուսաստան, աշխատելով այնտեղ որոշ ժամանակ ծանոթացել է ազգությամբ ռուս մի տղայի հետ։ Հետո նրանք երկուսով մեկնել են Հունգարիա աշխատանք փնտրելու առիթով գումար վաստակելու համար։ Մինչև 2002 թվականի հոկտեմբեր ամիսը մենք բարբերաբար ստանում ենք զանգեր եղբորիցս։ Նա ասում էր, որ նորմալ է, իր մոտ ամեն ինչ լավ է, աշխատում է։ Հոկտեմբերի 9-ին առավոտյան եղբայրս եկավ տուն Հայաստան։ Իսկ ամսի 10-ին հաջորդ օրը, իսկ առավոտյան նորից դուրս եկավ տնից ասելով, որ վերադառնում է նույն տեղը, Հունգար։ Ամսի 16-ին մենք ստացանք նրանից վերջի զանգը, ասեց, որ գնում եմ Հունգարիա եւ ավելացրեց վերջում, որ 5 տարի չի զանգի։ Իսկ որտեղից էր զանգում նա։ Զանգել է Լվովից, ասեց, որ ես Լվովում եմ ու գնալու եմ Հունգարիա, իմ տեղը աշխատելու։ Եվ այդ օրվանից ի վեր մինչև այսօր ոչ մի խաբար չունեմ։ Իսկապես մեզ էլ է ծանր լսել այս բոլոր պատմությունները, մեզ դիտում են ամբողջ աշխարհում, աշխարհի ամենատարբեր երկրներում, ու գուցե գտնվեն մարդիկ, ովքեր ճանաչում են ձեր եղբորը, գիտեն նրա գտնվելու վայրը։ Մենք էլ ենք շնորհակալ, հույս ու համբերություն ենք ձեզ մաղթում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այս երեկո մեր տաղավարում է Լաուրա Բարսեղյանը, ով ուզում է հայտնել իր որոնումների մասին։ Բարի երեկո, Լաուրա։ Բարի երեկո ձեզ։ Ես Լաուրա Բարսեղյանն եմ։ Փնտրում եմ եղբորս Միքայել Դանիելյանին, որին անվանում էին նաև Ռուսաստանում Միշա եւ այստեղ Հայաստանում Արայիկ։ Նա անընդհատ մեկնել է աշխատանքի Ռուսաստանում, վերջի անգամ, երբ 2000 թվականին վերադարձավ ու նորից գնաց Մոսկվա Պատմասկվոյ աշխատելու, մի քանի անգամ զանգահարելուց հետո մենք այլևս նորություն չունեցանք իրենից եւ մինչեւ հիմա սպասում ենք նորությունների։ Եթե ինչ-որ մեկը կճանաչի, խնդրում ենք արձագանքեք նրա գտնվելու վայրի մասին։ Շնորհակալություն։ Իսկապես միշտ գտնվում են մարդիկ, ովքեր արձագանքում են եւ հույս ունենանք, որ ձեր դեպքում նույնպես այդպես կլինի։ Շնորհակալություն։ Իսկ մենք շարունակում ենք։ Ես խնդրում եմ եղբորս Հարությունյան Էդիկ Զավելի 94 թվականին ընտանիքով ուղարկել ենք Գորկի քաղաք եւ մինչեւ առեսօր ոչ մի տեղեկություն չունենք նրանից։ Նախորդ շնորհակալություն եմ հայտնում Սպասիր ինձ հաղորդաշարի հայկական տաղավարին, հաղորդավարներին, բոլոր անձնակազմին եւ հույսով սպասում եմ
բարի ակնկալիքներով։ Իսկ դուք գրել եք նամակ սպասիրինց։ Այո, գրել եմ կայքով տեղեկացրել ենք եւ շատ շուտ արձագանք եղավ, զանգ եղավ, հեռախոսազանգ տան եւ ասեցին, որ ամսի 12-ին կարող եք ներկայանալ տաղավար ու միայն դա։ Իսկ թվով որ հաղորդումից հետո դուք դա արեցիք։ Առաջի հաղորդումից հետո։ Հենց առաջին հաղորդումից։ Այո, առաջի հաղորդումից հետո անմիջապես փորձեցի գրել ու շատ շուտ արձագանք եղավ։ Իսկ գիտեք, ձեր եղբորորդին, ինչպես պարզվեց, գրել է «Սպասիր ինձ» հաղորդմանը դեռևս 10 տարի առաջ, երբ առաջին անգամ հաղորդումը գնացել է Ռուսաստանում եթերով։ 10 տարի առաջ։ Հիմա մենք ձեր եղբորորդուն ցույց կտանք։ Զանգահարեցին «Սպասիր ինձ» ծրագրից, եւ ես շոկի մեջ էի։ Վերցրեցի լեսափողը, ասացին, որ գտել են քրոջս, նա ինձ փնտրում է։ Իհարկե, ուրախությունս անչափ էր։ Ի վերջո այսքան տարի չէինք հանդիպել։ Մենք միասին եկել էինք 94 թվականին։ Այնտեղ ապրելը շատ դժվար էր։ Մեզ այստեղ ուղեկցեց Լամարան։ Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես նա մեզ ճանապարհեց, ինչքան էր նա մեզ սիրում։ Նույնիսկ խնդրում էր, որ մեր աղջկան թողնեինք նրա մոտ։ Նա 3 տղա ունի։ Եվ մեր Սվետային շատ էր սիրում։ Մենք չէինք մտածում, որ մեկնում ենք մշտական բնակության, բայց այդպես ստացվեց։ Դա իհարկե վաղուց էր։ Նրանք հեշտ մերվեցին։ Առաջ ասում էին, հաճախ եմ լսել հեռուստացույցով «Ոտ պոնոյեխելի»։ Մենք նման վերաբերմունք չենք ունեցել նրանց նկատմամբ։ Նրանք հեշտ հարմարվեցին մեր կոլեկտիվում։ Այն շատ զարգացած է։ Սկզբում միայն Էդիկն էր աշխատում։ Հետո ես Կարինային էլ խնդրեցի, որ մեզ մոտ աշխատի, եւ ահա արդեն 8 տարի է նա էլ է աշխատում։ Նրանք շատ լավ աշխատողներ են։ Մեզ համար նշանակություն չունի նա հայ է, թե թաթար է։ Մեզ համար բոլորը մարդիկ են։ Եվ մենք բոլորս հավասար ենք։ Չկան ազգային տարբերություններ։ Մենք բոլորս համերաշխ աշխատում ենք, չենք վիճում։ Կիսելու ոչինչ չկա։ Բոլորը երիտասարդ են։ Միայն ես եմ ձեր տատիկ։ Էդիկը արդեն վաղուց անասնապահ է աշխատում այստեղ, եւ բոլորս էլ գոհ ենք դրանից։ Ոչ մի նկատողություն չունենք։ Հիանալի մարդիկ կան այստեղ։ Իրենք էլ են հիմա զարմանում, թե ինչու առաջ հաստ չէին մեզ հետ։ Հիանալի մարդիկ են։ Այնքան ընկերներ ունենք այստեղ։ Ես էլ շատ ընկերուհիներ ունեմ։ Ես իհարկե ուրախ եմ, որ փնտրում են նրանց, որ Էդիկին են փնտրում։ Եվ տա Աստված, որ գտնեն իրենց հարազատներին։ Կարոտում էինք նրան, մտածում էինք անընդհատ Լամարկայի մասին։ Շատ էինք ուզում իմանալ, լուսանկարներ, նամակներ էինք ուղարկում, զանգահարում էինք։ Պատասխանում էին, որ նման մարդ չկա։ Մենք մտածում էինք, որ գուցե նա մեկնել է բնակվելու ինչ-որ ուրիշ տեղ։ Անհանգստանում էր, ոչ մի կերպ չի կարողանում գտնի։ Ոչ մի տեղեկություն չկա նրանցից։ Նրանք շատ էին անհանգստանում։ Հետո զանգահարեցին, տեղեկացան, գտնվեցին։ Փառք Աստծո, մենք իհարկե ուրախ ենք նրանց համար։ Լամարա, ես շատ ուրախ եմ, որ դու փնտրել ես Էդուարդին։ Էդուարդն էլ շատ ուրախացավ։ Նա շոկի մեջ էր, որ փնտրում ես իրեն։ Տա Աստված շուտով կհանդիպենք, կխոսենք։ Երեխաները մեծացել են։ Պավլիկը ծառայեց բանակում, վերադարձավ։ Սվետկան նույնպես մեծ աղջիկ է։ Պավլիկն ու կինս Կարինան աշխատում են։ Մենք ամբողջ ընտանիքով հիշում ու սպասում ենք ձեզ։ Տա Աստված, որ մենք գանք այդտեղ եւ դուք էլ կգաք այստեղ։ Ամեն ինչ կհարթվի։ Ճիշտ է, այնքան էլ հարուստ չենք։ Բայց ուրախ կլինենք հյուրընկալել բոլորիդ։ Եթե գաք երեխաների հետ, գուցե արդեն թոռներ ունես։ Տղաները արդեն մեծ են։ Հակոբին էլ ենք սպասում։ Եկեք։ Այսպիսի հրաշքներ լինում են, իհարկե լինում են։ Ձեր եղբայրը արդեն Երևանում է։
Մենք անչափ ուրախ ենք, որ դուք վերջապես Երևանում եք եւ երկար տարիներ միմյանց չտեսնելուց հետո կրկին ողջագուրվեցիք այստեղ մեր աչքի առաջ, սա իսկապես շատ հուզումնալից մի պահ է նաեւ մեզ համար։ Շատ շնորհակալ եմ բոլորին։ Շնորհակալություն եմ հայտնում սպասիր ինձ հաղորդմանը թե Մոսկվայի, թե հայկական տաղավարում։ Մենք շատ երկար սպասել ենք եւ բոլորի տանը թող այս երջանկություն լինի։ Շնորհակալություն։ Մենք ենք անչափ շնորհակալ ու շնորհավորում ենք ձեզ։ Մենք սրտան շնորհավորում ենք ձեզ։ Մի կորցրեք միմյանց, երջանիկ եղեք եւ ամեն մի վայրկյանը ձեր ապրած կյանքի գնահատեք։ Եղեք միասին։ Շնորհավորում ենք։ Անչափ ուրախ ենք ձեզ համար։ Ուզի խավատ բոլորի նրանց, ով շարունակում է իր որոնումները։ Փնտրեք միմյանց, ինչ էլ որ պատահի, եւ սպասեք անկախ ամեն ինչից։ Փնտրեք միմյանց, ինչ էլ որ պատահի, եւ սպասեք անկախ ամեն ինչից։